ծրագրային բյուջետավորման շրջանակում Ներողություն չլսեցի։ Ծրագրային բյուջետավորման շրջանակում ինչպիսին եք պատկերացնում արդյունքային ցուցանիշը, որը կարող է ցույց տալ օրինակ մանկապարտեզի կառուցման արդյունավետությունը։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մանկապարտեզի կառուցման արդյունավետությունը մենք կարող ենք գնահատել բացառապես շինարարության ժամկետի մեջ տեղավորվելու եւ բյուջեում տեղավորվելու մեջ տեղավորվում ենք թե ոչ։ Որովհետև բազմաթիվ են օրինակները, որ մանկապարտեզի, դպրոցի համար հատկացվում է գումար, շինարարը մասնակցում է մրցույթին, պրոցեսն այնքան է երկարաձգվում, որ ոչ մանկապարտեզն է ժամանակին շահագործվում, ոչ էլ շինարարը այս ընթացքում շահույթ է ստանում, որովհետև այդ երկարաձգվող շինարարությունը ավտոմատ բերում է անխուսափելի ծախսերի։ Արդյունավետությունը գնահատենք այդ տեսակետից։ Հարգելի գործընկերներ, դահլիճում աղմուկ է, խնդրում եմ դադարեցրեք առանձին քննարկումները եւ լսեք հարց ու պատասխանը։ Համեցեք Տիկին Վարդանյան, արձագանք։ Տիկին Մանուկյան, հարցս նորից կրկնեմ, որովհետև հարցս նորից կրկնեմ, որովհետև կարծես չհասկացանք իրար։ Հարցնում եմ, ինչպիսին պետք է լինի արդյունքային ցուցանիշը ծրագրային բյուջետավորման շրջանակում, որը կարող է ցույց տալ մանկապարտեզի կառուցման արդյունավետությունը։ Դա պետք է ինչպիսին լինի այդ արդյունքային ցուցանիշը։ Եվ նաև ուզում եմ իմանալ, օրինակ դուք խոսեցիք կապիտալ ծախսերից, առաջի հարցը, երկրորդը խոսեցիք կապիտալ ծախսերի թերակատարումից, ինչ եք կարծում մեր պետական բյուջեում, ինչպիսի ազդեցություն է ունեցել, օրինակ Տաշիրի հետ փոխկապակցված ընկերության կառուցած մանկապարտեզի թերակատարումը, վերջում դա որպես կապիտալ ծախսի թերակատարում գրվել, օրինակ այդ հոդվածում գրվել թե ոչ, եւ նաեւ ուզում եմ այս հարցերին խնդրում եմ հստակ եւ պարզ եւ նաեւ ինձ բացատրեք պետության փողի եւ քաղաքացու փողի տարբերությունը, որը դուք նշեցիք ձեր ելույթում։ Շատ լավ, պետության փողի եւ քաղաքացու փողի տարբերությունը լայն հանրությանը հասկանալի դարձնելն էր խոսքս, ինչ վերաբերում է Տաշիրի կողմից մանկապարտեզի կառուցումը կապիտալ ծախսի թերկատարում, չեմ մտաբերում մեր կողմից կառուցված մանկապարտեզ, Ջիլի դպրոց, այո, դա մանկապարտեզ չի, դպրոց է, Ջիլի դպրոցի մասով մենք ունեցել ենք ստացած կիսատ պրատ նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք շինարարության ամբողջ ընթացքում մեր կատարվող աշխատանքներին զուգահեռ մեր ցուցումներից հետո փոփոխվել են, դրանով իսկ երկարաձգելով շինարարության process-ը, լրացուցիչ ծախսեր։ Հարգելի գործընկերներ, Տիկին Մանուկյան, ներողություն մի րոպե։ Խնդրում եմ տեղից իրենց արձագանքներին դուք մի արձագանքեք, դուք ձեր պատասխանը տվեք, Ժորժ ջան, մի խանգարեք, խնդրում եմ։ Բանախոսին մի խանգարեք, համեցեք։ Շատ լավ, նախագծերը գալիս են կիսատ պրատ, չգիտեմ փորձաքննություն անցնում են թե չէ, բայց նախագծերը հիմնականում շտկվում են մեր շինարարությանը զուգահեռ, մեր շինարարի, մեր ինժեների, մեր պատասխանատուի կողմից բարձրացրած հարցերին զուգահեռ։ Ու երբ որ նախագիծը ոչ թե սկզբում է, այլ շինարարությունից հետո է գալիս, դու սպասում ես փոփոխությանը, հաստատմանը, տեղ վերահսկողի հաստատմանը, process-ը սկսում է երկարաձգվել։ Երկարող շինարարությունը հսկայական ծախսեր է առաջացնում կապալառուի համար։ Ու նույն Ջիլի դպրոցի դեպքում մենք այնտեղ հսկայական կորուստներ ենք ունեցել։ Շնորհակալություն։ Ոչ մեր պատճառով։